Ամիսներով սպասեցին, գրեցին, ջնջեցին, արդյունքում մարդկանց հիասթափությունն այնքան մեծ է, որ թվերի արանքում թաքցնել չհաջողվեց։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներով ընտրողների ընդամենը 24%-ն է պատրաստ քվեարկել քաղբայմանագրի օգտին։ 53% հավաքած իշխանությունը անգամ իրենց հարցումով 24% է հավաքել։ Երկու անգամ քիչ։ Ըստ նույն այդ հարցման 9%-ը ձայն կտա ուժեղ Հայաստանին։ Նարեկ Կարապետյանն ասում է, պատկերը մեղմ ասած ամբողջական չէ։ Հարցումը իրականացվել է մինչև մեր կուսակցության հիմնադրման նիստը Սամվել Կարապետյանի վարչապետ հայտարարել է մեր եւ նաեւ հարցման ընթացքում մեր ունեցած տվյալներով հիմնականում տոկոսային առումով շատ բարձր են իրենք դրել այն մարդկանց թիվը, ովքեր որ իշխանական օրենտացիա են ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ նորմայից 50%-ից բարձր։ Ինչ կլինի, եթե իշխանությունը որոշի արգելել հիմնական ընդդիմադիրներին մասնակցել ընտրությանը։ Այդպիսի սցենար են կանխատեսում մի քանի վերլուծաբաններ։ Կա արդյոք պլան B։ Կարող են ընդհանրապես ժողովրդավարությունը չեղալ հայտարարեն եւ իրենք հավաքվեն փոքրիկ խմբակով որոշեն թե ով է լինելու կամ նույն մարդը քանի անգամ է լինելու երկրի վարչապետ։ Կա ժողովրդավարություն կամ մարդկանց կարծիք, թող թույլ տան մարդիկ որոշում կայացնեն, այսինքն դա իրենց թույլ տալով կամ չտալով չէ, դա մեր սահմանադրությունով է։ Այդպիսի նախադեպ Հայաստանում չի եղել, հիշեցնում է Կարապետյանը, եւ ուրեմն եթե իշխանությունն այս ճանապարհով գնա, կհատվի վերջին կարմիր գիծը։ Դա կփակի Հայաստանի համար բազմաթիվ ճանապարհներ եւ Հայաստանը կթողի նույն շրջափուլի մեջ, այսինքն մենք կմնանք 2021 թվականի շրջափուլի մեջ։ Մեր երկրին նոր առաջնորդներ են պետք։ Կարապետյանն ասում է, փոփոխության կարիք չէր լինի, եթե իշխանությունը խոսելու փոխարեն գործեր։ Իհարկե ոչ այնպես, ինչպես արձագանքեցին հարևան Իրանում պայթած պատերազմին։ Ես տեսա, որ ավտոբուսի մեջ ինչ լուրջ քննարկումներ էր գնում Իրանում տեղի ունեցող process-ների, նաև մենք մի քանի նկար տեսանք, որ մեր իշխանությունը բավական լուրջ պարոն վարչապետը եւ պարոն ազգային ժողովի նախագահ լուրջ գործերով են զբաղված Իրանի վրա հարձակման պահին։ Նարեկ Կարապետյանը վստահեցնում է, ուժեղ Հայաստանը ոչ թե դեմքերի փոփոխություն, այլ երկիրը իրական զարգացման տանող ծրագրեր է առաջարկում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։